Տիկին Դոլուխանյան հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է եւ նախորդած ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարը տարբեր կարծիքներ է հնչեցրել հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դեռ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Ներեցեք, ես բազմաթիվ օտարազգի գիտնականների, ականատեսների գրքեր եմ կարդացել։ Ավելին ասեմ, Մորգենթաուի բոլոր գրածները կարդացել եմ եւ երբ Խոստուն ֆիլմը նայեցի, այնտեղ դերասանը շատ նման էր Մորգենթաուի իրական կերպարին ու աղջիկս, որ նույնպես նայել էր Բոստոնում, ասաց, որ ինքը պետք է տանի ծաղիկներ դնի Մորգենթաուի գերեզմանին։ Ես խնդրեցի, որ ամռանը ես գնամ, միասին տանենք եւ մենք տարանք այդ ծաղիկները դրեցինք։ Եթե օտարները, իսկ նա որոշակի Թալյատին ասել է, սա տեղահանություն չի, սա ցեղասպանություն է։ Եթե Մորգենթաուն ասել է, մենք հիմա ինչու ենք շղթում, ես ինչքան ինձ հիշում եմ ամեն օր, ինչ այս հուշարձանը եղել է, ես այստեղ եմ եղել ապրիլի 24-ին եւ տասնամյակներ եմ եկել եւ կգամ, քանի դեռ կենթանի եմ։ Դուք դա շղթում եք համարում։ Ինչը, ցեղասպանությունը հնարավոր չի շղթել։ Դա հնարավոր չի շղթել, դա մեծ ողբերգություն է։ Գիտեք, ես նույնիսկ Սոնյա Վայցի, որը հրեայի հոլոքոստի մասին գիրք ունի, խոստացա ես կպատմեմ։ Ես թարգմանեցի հայերեն ինչու, նա առաջաբանում ասում էր, եթե հայկական ցեղասպանությունը ընդունվեր, հրեաների ցեղասպանությունը երբեք չէր լինի։ Այնպես որ դա ինչպես կարելի է շղթել։ Տիկին Դոլուխանյանը, գիտեք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ կա, բանակցում են երկու երկրները։ Կարելի է ես իմ կարծիքը ասեմ։ Իմ կարծիքը ասեմ, ես թուրքական կառավարությանը չեմ կարող հավատալ եւ ոչ էլ ադրբեջանական, որովհետեւ նրանք մեր անկախությունը չեն ընդունել։ Այդքան բան, դա այնքան պերճախոս հիմք է։ Եթե իրենք մերը չեն ընդունել, մենք ո՞նց ենք իրենց հավատում։ Իսկ խաղաղության օրակարգին հավատում։ Չեմ հավատում, ճիշտն ասած, չեմ հավատում։ Նրանք ծրագիր ունեն, եթե նրանց առաջնորդները, գիտեք, իրենց պալատներից մեկում Երևան պավիլոն ունեն, որտեղ գրված է 1632 թվականից Երևանը Թուրքիայի քաղաքներից մեկն է։ Ինձ թվում է ամեն ինչ ասացի։ Տիկին Դոլուխանյան, եւ ինչպես է գնահատում այն հայտարարությունները, որ իշխանական падգամավորներն են անում, օրինակ Անդրանիկ Քոչարյանն ասում է, դեռ հաշվենք, թե որքան զոհ է եղել։ Գիտեք ինչ, իրենք ինձ բացարձակապես չեն հետաքրում, ինձ հետաքրում է իմ սեփական կարծիքը, իսկ ես հայագետ եմ, իսկ ես կարդացել եմ տարբեր լեզուներով բազմաթիվ գրքեր։ Դա միայն շղթելը վնասակար է ամբողջ մարդկության համար, ոչ միայն հայերի։ Շղթման տարեր տեսնում եք։ Ես այդքան չեմ հետևում իրենց ասածներից, ես իմ սեփական կարծիքներ ունեմ։ Խնդրեմ։